Նիկոլ Փաշինյանը եւ Արփինե Սարգսյանը աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացրել են Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նախագիծը։ Նոր անձնագրերը եւ նույնականացման քարտերը շրջանառության մեջ կդրվեն արդեն այս տարվա աշնանից։ Նոր անձնագրերի ամենաակնառու փոփոխությունը շապիկի գույնն է։ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ ընտրվել է մուգ կարմիր կամ բուրգունդի երանգը, որը օգտագործվում են Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները։ Նրա խոսքով սա դրական ժեստ է եւ քայլ ուղղված ԵՄ ստանդարտներին համապատասխանելուն եւ վիզաների ազատականացման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է նաեւ անձնագրի էջերի ձևավորումը, որը ըստ նրա ունի հստակ գաղափարական հիմք։ Հաջորդիվ Արագած լեռը իր 4 գագաթներով Ուշագրավ է, որ նոր անձնագրի էջերից մեկում պատկերված է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագածն իր 4 գագաթներով եւ լեռը բարձրացող քաղաքացիներով։ Հաջորդ էջում պատկերված է խոր վիրապը եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, վանական համալիրը պատկերվել է այնպիսի ռակուրսից, որ Արարատ լեռը չերևա։ Նկատում են մեր քաղաքացիները, որ մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Նոր անձնագրերը համապատասխանում են անվտանգության միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Բոլոր էջերն ունեն հատուկ պաշտպանիչ շերտեր, որոնք տեսանելի են դառնում միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո։ Այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ ժամանակակից, անվտանգ եւ միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ, նշել է Փաշինյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։